Հավանականություն ներկայացության դասընթացի 8-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախորդ անգամ մենք ուսումնասիրեցինք Բեռնուլիի բանաձևը։ Այսօր կուսումնասիրենք Բեռնուլիի մեծ թվերի մասին օրենքը կամ Բեռնուլիի թեորեմը։ Նախ վերհիշենք, թե ինչ էինք ուսումնասիրում։ Ուրեմն ուսումնասիրում էինք ինչ-որ երևույթ կամ ինչ-որ փորձ, որը կրկնում էինք մի քանի անգամ, ասենք n անգամ։ Ուրեմն կրկնում ենք նույն փորձը ինչ-որ n թվով, n անգամ։ Ու ամեն անգամ կարող է լինել ինչ-որ a արդյունք ու դիտարկում ենք ինչ-որ a արդյունք։ Ինչ-որ a արդյունք։ Օրինակ, կարող ենք նետել զառը ու տեսնել 6 եկավ թե չէ։ Կամ կարող ենք նետել մետաղադրամը, տեսնենք գիր կողմով ընկավ թե չէ։ Ենթադրում ենք, որ այս n փորձերը միմյանցից անկախ են ու ամեն անգամ a արդյունք գրանցելու հավանականությունը, եկեք պայմանականորեն գրենք sense, հավանականությունը, որ կգրանցվի a արդյունք, հավասար է ինչ-որ p թվի, որը գտնվում է 0-ի և 1-ի արանքում։ Ուրեմն այս ձևով այս պարզապես պայմանական նշան է, որ ասեմ, որ ամեն անգամ, ամեն փորձ անելիս a արդյունքը գրանցվում է p հավանականությամբ։ Հիմա սրան համապատասխան մենք կառուցել ենք հավանականային մոդել կամ հավանականային տարածություն։ Եթե փորձը կրկնում ենք n անգամ, ապա ամեն անգամ, երբ a արդյունքը գրանցվում է, մենք դնում ենք 1, երբ չի գրանցվում, դնում ենք 0։ Այսինքն ստանում ենք այս n անգամ փորձը կրկնելիս, կրկնելու արդյունքում ստանում ենք ինչ-որ վերջավոր հաջորդականություն a1an, որտեղ յուրաքանչյուր a-ին կամ 0 է կամ 1։ 1 ենք դնում, երբ հավանականությունը, երբ a-ն գրանցվում է, 0 ենք դնում, երբ a-ն չի գրանցվում։ Ու քանի որ բոլորը միմյանցից անկախ են, հավանականությունը, որ յուրաքանչյուր այս բառի հավանականությունը a1, a-n սրա հավանականությունը ինչ կլինի։ Ամեն անգամ, երբ ես գրել եմ 1, այդ ստացվել է p հավանականությամբ, այսինքն ստացվի p, ուստեղ կարող եմ գրել, ասենք ես չեմ հիշում անցյալ անգամ ոնց գրեցինք, կարող եմ գրել գումար a-ի, ամեն անգամ երբ ստացվել է, այդ եղել է p հավանականությամբ, երբ չի ստացվել, այդ եղել է q հավանականությամբ, որը հավասար է 1 p-ի, ուրեմն այստեղ q-ով նշանակում ենք 1 p-ն։ Ու որպեսզի q-ն գա, ես պետք է վերցնեմ նույն գումարը, բայց 1 a-ի։ Երբ a-ին հավասար է 0-ի, այդ դեպքում q-ն է հայտնվում։ Այստեղ բնականաբար in փոխվում է 1-ից n։ Երկու գումարներում էլ in փոխվում է 1-ից n։ Մենք մի թվեր էինք ներմուծել p, n, m, որը հավանականությունն է, որ a-ն գրանցվեց, այսինքն a արդյունքը դիտարկեցինք, տեսանք m անգամ։ Նախորդ անգամ մենք ուսումնասիրել ենք այս խնդիրը։ Ուրեմն ունենք այս հավանականային մոդելը կամ հավանականային տարածությունը։ Ամեն անգամ, երբ a-ն գրանցվել է, այստեղ 1 է, երբ a-ն չի գրանցվել, 0 է։ Ուզում ենք հաշվել հավանականությունը, որ a-ն գրանցվել է m անգամ, կամ ուրիշ կերպ ասած, ուզում ենք հաշվել n պատահույթի հավանականությունը, որը կարող ենք նկարագրել հետևյալ ձևով։ Ես նայում եմ n բոլոր a1 an-ները,
որոնց համար գումարը հավասար է m-ի։ Մինչև n է գնում, որտեղ ամեն անգամ, երբ գրանցվել է an, ես դրել եմ 1։ Այսինքն, եթե վերցնեմ ես բոլոր i-ների գումարը, կստանամ հենց քանի անգամ եմ դրել 1, այսինքն կստանամ հենց n պատահույթը, որ ասում է, որ an գրանցվել է m անգամ։ Ուրեմն այս Բեռնուլի փորձն էր։ Կրկնում ենք նույն փորձը n անգամ, ենթադրում ենք, որ ամեն անգամ a արդյունքը գրանցվում է p հավանականությամբ, կառուցում ենք մեր հավանականային տարածությունը կամ հավանականային մոդելը, որը բնութագրում է այս փորձը, ու ներմուծում ենք PNM թվերը, ուրեմն PNM-ը այդ հավանականությունն է, որ n փորձից m-ում գրանցվել է արդյունքը։ Ուրեմն մենք նախորդ անգամ դուրս բերեցինք Բեռնուլիի բանաձևը։ Որ ասում էր հետևյալը, այս PNM-ը PNM-ի համար կարող են գրել բացահայտ բանաձև, ուրեմն զուգորդություն n-ից m-ական, p-ի m-աստիճան և q-ի n հանած m աստիճան։ Հիշեցնեմ, որ զուգորդություն n-ից m-ականը այդ n ֆակտորիալ բաժանած m ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ։ Մի քիչ ավելի հասկանալի լեզվով ասած, քանի տարբերակով m գնդակ կարող եմ ընտրել տրված n գնդակներից, գնդակները տարբեր են, քանի ձևով կարող եմ ընտրել m գնդակ։ Ինչ որ ժամանակ առաջ ապացուցել ենք, որ բոլոր հնարավոր տարբերակների թիվը սա է, Բեռնուլիի բանաձևը ասում է, որ այս հավանականությունը հնարավոր է նկարագրել տալ այս բանաձևով։ Ուրեմն բացի դրանից նախորդ անգամ մենք տեսանք հետևյալը, որ եթե ես նայում եմ Pn-ը որպես ֆունկցիա m-ից, ըստեղ բնականաբար m-ը փոխվում է, որտեղ է փոխվում m-ը։ M-ը ամբողջ թիվ է, որը գտնվում է 0-ի և n-ի արանքում։ Եթե ես նայեմ m-ը որպես ֆունկցիա n-ից, եթե ես նայեմ Pn-ը որպես ֆունկցիա m-ից, նախորդ անգամ մենք ստացել ենք հետևյալ արդյունքը, որ Pn-ը Pn m-ին համապատասխանության մեջ է դնում Pn-ը, ուրեմն այս ֆունկցիան աճում է, այսինքն ամեն հաջորդ անդամ մեծ է նախորդից, երբ m-ը փոքր է np հանած q-ից և նվազում է, երբ m-ը մեծ է։ Մի քիչ ես կմտանեմ։ Երբ m-ը մեծ է np հանած q-ից։ Այսինքն այս հավանականությունների ամենամեծ արժեքը գրանցվում է մոտավորապես np-ի մոտ։ Այսինքն երբ m-ը մոտ է լինում np-ին, մենք գրանցում ենք ամենամեծ արժեքը։ Հիմա հարցը հետևյալն է, կարելի է ավելի մի քիչ կոնկրետ ասել, թե ինչքան է այդ հավանականությունը մեծ համեմատած մյուսների հետ։ Ուրեմն դրա համար ներմուծենք հետևյալ մեծությունը, ուրեմն նշանակենք μ-ով կամ երբեմն գրեմ μ n-ով, որպեսզի ցույց տամ, որ ինքը կախված է n-ից, այսինքն n փորձ ենք արել։ Ուրեմն s ըստ սահմանման an գրանցվելու փորձերի թիվն է։ Ուրեմն այն փորձերի թիվը, երբ գրանցվել է an։ Այսինքն ես նայում եմ իմ փորձը A1-ը ու նայում եմ, թե ինչ է տեղի ունեցել այդ դրանց ընթացքում, ամեն անգամ երբ գրանցվել է an, մի մեկ ավելացնում եմ, μn հենց այդ դրա բանն է, ուրիշ կերպ ասած, այս μn-ը, այս n-ը ինչ որ մենք ստեղ ենք գրել, սա է գումար a-ի, գումար a-ին հավասար է n-ի։
Այսինքն այս այդ նույն բանն է, ինչ որ գումար A-ին։ Այսինքն հիմա ես նայում եմ mu n-ը որպես ֆունկցիա մեր հավանականային տարածության վրա յուրաքանչյուր վերջավոր հաջորդականությանը, որը նկարագրում է մեր փորձերի արդյունքները, ես անպատասխանություն եմ դնում mu n թիվը։ Այսինքն հաշվեցինք, թե քանի անգամ գրանցվեց a-ն, հիմա եթե այդ գրանցված փորձերի թիվը բաժանում ենք բոլոր փորձերի թվի վրա, այսինքն n-ի, ստանում ենք a-ի հաճախականություն, այսինքն թե ինչ հաճախականությամբ է գրանցվել ինչ հաճախականությամբ է գրանցվել a-ն։ Ուրեմն a-ն գրանցվելու հաճախականությունը։ Ուրեմն ստեղ մենք մի բան ենք տեսնում mu n-ը, այսինքն մինչև այս պահը մենք հաշվում ենք տարբեր հավանականություններ։ Հիմա մենք ստեղ վերցրել ենք mu n-ը։ Mu n-ը ինքը կախված է a1 a-n հաջորդականությունից։ Այսինքն mu n-ը ֆունկցիա է մեր հավանականային տարածության վրա։ Սրա մասին մենք հաջորդ անգամ կխոսենք, երբ ուսումնասիրենք պատահական մեծությունները։ Հիմա այս պահին մեզ հետաքրքրում է հենց այս mu n ֆունկցիան, որը ունի անուն, mu n-ը բաժանած n-ը այդ a-ն գրանցվելու հաճախականությունն է։ Ուրեմն ինչ է ասում, ուրեմն ամեն ինչ պատրաստ է, որպեսզի ձևակերպենք Բեռնուլիի թեորեմը։ Ուրեմն թեորեմ Ուրեմն եկեք սկզբից գրեմ, հետո քննարկենք, թե ինչ է գրված այդտեղ։ Թեորեմը ասում է հետևյալը. ցանկացած էպսիլոն դրական թվի համար ճիշտ է հետևյալը. եթե ես հաշվեմ հավանականությունը հետևյալ պատահույթի, ես վերցնում եմ հաճախականությունը ան գրանցվելու եւ համեմատում եմ յուրաքանչյուր փորձում a արդյունք ստանալու հավանականության հետ։ Եվ ուզում եմ, որ սա շատ մեծ չլինի։ Թեորեմը ասում է, որ սա ձգտում է 1-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն եկեք մի հատ նորից փորձենք հասկանալ, թե ինչ է գրված այդտեղ։ Ես ունեի փորձ, որը գրանցվում էր ամեն անգամ, ես անում էի փորձ, որի ընթացքում կարող էի ստանալ a արդյունքը, ամեն անգամ a արդյունքը ստացվում էր p հավանականությամբ։ Ես այդ նույն փորձը n անգամ կրկնեցի, այդ n անգամից ինչ որ մի քանի անգամները, որ կարող է փոխվել 0-ից մինչև n, ես գրանցեցի a արդյունքը։ Թեորեմը ասում է, որ եթե ու mu n-ը բաժանած n-ով նշանակեցի հաճախականությունը։ Ուրեմն թեորեմը ասում է, որ եթե ես n-ը շատ մեծացնեմ, ապա այս սրա հավանականությունը, որ mu n-ը բաժանած n-ը կլինի p-ին մոտ, ինչ էպսիլոն վերցրացնեմ, մոտ կլինի 1-ի։ Կամ ուրիշ կերպ ասած, ինչ է նշանակում, հիշենք ինչ է նշանակում այս մի քանի անգամ օգտագործել ենք ձգտել բառը, բայց եկեք մի հատ նորից հիշենք, թե ինչ է նշանակում։ Ուրեմն այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար ճիշտ է հետևյալը, ես ուզում եմ վերցանել այս արտահայտությունը։ Այս հետևյալն է, որ եթե ես վերցնեմ ցանկացած դելտա թիվ, ապա կարող եմ գտնել այնպիսի n ամբողջ թիվ, որը կախված կլինի համ այս էպսիլոնից, համ այս դելտայից, այնպես որ եթե ես վերցնեմ ցանկացած n, որը մեծ է սրանից, ապա սրա եւ սրա տարբերությունը կլինի փոքր դելտայից։ Ուրեմն հավանականություն, որ mu n բաժանած n հանած p-ն փոքր է էպսիլոնից, համեմատում եմ 1-ի հետ,
Սա կլինի փոքր դելտայից։ Ուրեմն ես նույն բանն եմ գրել, ավելի մանրամասն։ Ցանկացած էպսիլոնի համար այս հավանականությունը ձգտում է 1-ի, այդ նույն բանն է, որ ասենք, որ ցանկացած էպսիլոնի համար եւ ցանկացած դելտայի համար կարող եմ գտնել այնպիսի n ամբողջ թիվ, որ եթե n-ը փոքր n-ը մեծ է այս n ամբողջ թվից, ապա այս երկու մեծությունների տարբերության բացարձակ արժեքը չի գերազանցի դելտան։ Բնականաբար կարող էի գրել, քանի որ հավանականությունը միշտ 1-ից փոքր է, կարող էի գրել 1-ից հանած հավանականություն։ Հուսով եմ պարզ է ինչ է ասում Բեռնուլիի թեորեմը։ Հիմա մեկ տեսնենք որն էր կապը այս նախորդի հետ։ Եթե ես գրեմ այս μ n հանած n, ես կարող եմ գրել հետևյալ ձևով. μ-ը, այսինքն ան գրանցվելու փորձերի թիվը, ան գրանցած փորձերի թիվը համեմատում եմ p-ի հետ եւ բաժանում եմ n-ի վրա։ Ես գիտեմ, որ այս μ-ը հավանականությունը, որ μ-ը ամենամեծն է, ինքը մոտավորապես p-ի է հավասար։ Այսինքն, որպեսզի μ-ի հավանականությունը, որպեսզի այս գրանցված անգրանցված փորձերի թիվը ամենամեծ հավանականություն ունենա, ես պետք է վերցնեմ ինչքան հնարավոր է p-ին մոտ, քանի որ ես գիտեմ, որ այս հավանականությունները աճում են, երբ m-ը փոքր է սրանից, եւ նվազում են, երբ m-ը մեծ է սրանից, այսինքն մոտավորապես n-ին մոտ սա ստանում է ամենամեծ հավանականությունը։ Այսինքն այս մեծությունը շատ մեծ չի, մեծ հավանականությամբ ինքը մեծ չի։ Թեորեմը ասում է, եթե ես բաժանեմ n-ի, բայց ինքը մոտավորապես ինչ որ մի թիվ է բազմապատկած n-ով, քանի որ n փորձ եմ արել։ Թեորեմը ասում է, եթե ես բաժանեմ n-ի, ապա շատ մեծ հավանականությամբ ինքը փոքր կլինի էպսիլոնից։ Արդյոք այս մասի վերաբերյալ հարցեր կան Բեռնուլիի թեորեմի մասին։ Այսինքն Բեռնուլիի թեորեմը այդ մեծ թվերի օրենքն է, Բեռնուլիի փորձերի համար մեծ թվերի օրենքը շատ տարբեր արտահայտություններ ունի։ Իրենքը կարելի է ասել, եթե մենք ունենք անկախ պատահական մեծությունների հաջորդականություն, մեծ թվերի օրենքը դրա համար ճիշտ է։ Մենք այդ չենք ուսումնասիրի, բայց այդ եթե շարունակեք կարդալ այդ գիրքը, այդ բանը կտեսնեք այնտեղ։ Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ մեծ թվերի օրենքը կոնկրետ մոդելի համար, այդ Բեռնուլիի մոդելն է։ N անգամ կրկնում ենք նույն փորձը, ամեն անգամ p հավանականությամբ կարող ենք գրանցել a արդյունքը, այդ դեպքում a-ի հայտնվելու հաճախականությունը մոտավորապես հավասար է n հավանականությանը, որով a-ն հայտնվում է յուրաքանչյուր փորձի արդյունքում։ Եկեք երկու օրինակ նայենք, ուրեմն այս թեորեմը մենք կապացնենք, մի փոքր հաշվարկների կարիք կլինի այս անգամ։ Եկեք երկու օրինակ նայենք։ Ուրեմն առաջի օրինակը նետենք զառը n անգամ։ Ու նշանակենք z-ով արդյունքը։ Այսինքն z-ը կարող է ընդունել ինչ արժեքներ 1-ից մինչև 6, z-ը ամբողջ թիվ է, 1-ի եւ 6-ի արանքում ընկած, ու որպեսզի շեշտենք, որ n անգամ ենք նետել, արդյունքները մենք կնշանակենք z1 zn-ով։ Ուրեմն հիմա ասենք հաշվենք կա արդյունք ստանալու հաճախականությունը, այսինքն մյուկայով ես կնշանակեմ հետևյալ բազմության անդամների թիվը, ես նայում եմ n ժիերը 1-ի եւ n-ի արանքում,
որոնց համար ZG-ն հավասար է K-ի։ Այսինքն նայում եմ քանի անգամ է K թիվը ընկել։ Օրինակ կարող պատկերացնել K-ն հավասար է 6-ի, հաշվում եմ թե քանի անգամ է այս զառը նետելիս ստացվել K թիվը, այդ S բազմությունն է, այսինքն գրանցում եմ այն j-երը, որոնց համար ZG-ն հավասար է K-ի, պատկերացնենք K-ն հավասար է 6-ի, եւ հաշվում եմ այդ բազմության անդամները։ Այսինքն այդ նույն բանն է, ինչ որ ստեղ ես նույն վերցրեցի։ Հիմա A-ն այս K ստանալու արդյունքն է։ Այդ դեպքում Բերնուլիի թեորեմը, հիմա յուրաքանչյուր ամեն փորձի ժամանակ K թիվը ստանալու հավանականությունը հավասար է 1/6-րդի։ Ուրեմն հավանականությունը, որ կստանամ K, հավասար է 1/6-րդի ամեն անգամ։ Այս մեր հենց P-ն է, որը 0,1-ի արանքում է։ Բերնուլիի թեորեմը ասում է հետևյալը, որ ցանկացած K-ի համար եւ ցանկացած էպսիլոնի համար հավանականությունը, որ K ստանալու հաճախականությունը մոտ է 1/6-րդին, մոտ նշանակում է տարբերությունը փոքր է էպսիլոնից, ձգտում է 1-ի, երբ ստեղ իհարկե մի քիչ հաջող չեղավ այս նշանակումը, որովհետև այս մյուկան այս մյու n-ը այս նույն n-ները ինչ որ ստեղ մյուկա գրեցի, եկեք փոխեմ այս մի քիչ հաջող չէր։ Ուրեմն եկեք ստեղ գրենք մյու, որը կախված է k-ից, փակձերի մեջ կամ մյու n կախված k-ից։ Սրա նույնը մյու n, որը կախված է k-ից, այսինքն լրացուցիչ պարամետր կա, որովհետև տարբեր փորձեր եմ նայում, կստանամ 6, 5, 4 եւ այլն։ Այսինքն հավանականությունը, որ մյու n k-ն բաժանած n-ը մոտ է 1/6-րդին, այսինքն k է ստացվել մոտավորապես 1/6-րդ հաճախականությամբ, մեծ հավանականությամբ այդ ձգտում է հավանականությունը ձգտում է 1-ի։ Ուրեմն սա ճիշտ է, երբ n-ը ձգտում է հասարմանության։ S հետևանքեր Բերնուլիի մեծ թվերի օրենքի։ Այսինքն, եթե զառը շատ անգամ եմ նետում, մոտավորապես նետածների 1/6-ը կստանամ 6, 1/6-ը կստանամ 5։ Հիմա կարելի ասել, բայց ինչ կապացելու, բոլորն էլ գիտեն, որ այդպես է։ Ապացելու բան իհարկե կոնկրետ այս դեպքում չկա, փորձով ստացնում ենք, բայց եթե մենք ուզում ենք հետո ավելի բարձ բաներ ուսումնասիրենք, պետք է ավելի բարձ բաները հասկանանք, թե ոնց ենք մոդելավորում։ Ուրեմն Բերնուլիի փորձը, Բերնուլիի թեորեմը տալիս է այն արդյունքը, որ մենք փորձից ծանոթ ենք։ Ուրեմն նույն բանը կարելի է անել մետաղադրամների հետ։ Ուրեմն նետում ենք մետաղադրամը n անգամ, ու նշանակենք մյու n-ով գիր կողմով ընկած նետումների թիվը։ Այս հենց լրիվ նույնն է, ինչ որ մեր այս նախորդ բանում ընդամենը մի արդյունք ենք նայում, ոչ թե 6 արդյունք։ Այսինքն նետում ենք մետաղադրամը, ամեն անգամ կարող է ընկնել գիր կամ ուժ, մենք հաշվում ենք այն նետումների թիվը, երբ ստացել ենք գիր։ Դե եթե սիմետրիկ մետաղադրամ է, ապա հավանականությունը 1/2 է։ Այդ դեպքում Բերնուլիի թեորեմը ասում է հետևյալը, որ հավանականություն, որ մյու n բաժանած n-ը, այսինքն գիր կողմով ընկած նետումների թիվը բաժանած n հանած 1/2-ը փոքր է էպսիլոնից, ուրեմն ցանկացած էպսիլոնի համար, այս հավանականությունը ձգտում է 1-ի, երբ n-ը ձգտում է հասարմանությանը։ Արդյոք հարցեր կան այս օրինակների վերաբերյալ։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա փորձենք ապացուցել թեորեմը։
Ուրեմն ապացույցը ոչ մենակ մենք կստանանք ապացույցը, այլև կստանանք այս մեծության համար գնահատական ուրիշ թեորեմը։ Ստեղ մենք ասում ենք, որ ձգտում է 1-ի, բայց ապացույցի արդյունքում մենք ոչ միայն կստանանք, որ ձգտում է 1-ի, այլև կարող ենք գնահատենք տարբերությունը, որը լրացուցիչ տեղեկություն է մեզ տալիս ու կոնկրետ օրինակներում հնարավորություն է տալիս ինչ որ թվեր հաշվել։ Ուրեմն նախ մի ակնհայտ դիտարկում հավանականություն, եկեք մյուն պարզապես գրեմ, մյու n-ը պարզապես գրեմ, մի որ ամեն անգամ n-ը չգրեմ, մյուն բաժնած n հանածվեն փոքր է էպսիլոնից, այս նույն բանն է, որ 1 հանած հավանականություն մյու բաժնած n հանածվեն մեծ կամ հավասար է էպսիլոնից, քանի որ այս երկու պատահույթները անհամատեղելի են ու ուրիշ տարբերակ չկա, այսինքն դրանց միավորը ամբողջ հավանականային դրանց միավորումը ամբողջ տարածությունն է, ամբողջ հավանականային տարածությունն է։ Այսինքն հավանականությունը, որ այս տարբերությունը փոքր կլինի էպսիլոնից, հավասար է 1 հանած հավանականություն, որ այս տարբերությունը մեծ կլինի էպսիլոնից։ Այսինքն, որպեսզի այս երկուսի տարբերությունը գնահատեմ, ինձ բավական է այս մեծությունը գնահատեմ վերևից։ Շատ լավ, հիմա եկեք գրենք։ Ուրեմն ես ուզում եմ հաշվել հավանականություն, որ մյու բաժնած n հանած p-ն մեծ կամ հավասար է էպսիլոնից։ Էպսիլոն տրված թիվ է, p-ն տրված է, ես ուզում եմ տեսնել, թե ինչ է տեղի ունենում սրա հետ, երբ n-ը մեծ է։ Ուրեմն այս մյու n-ը ինչ էր, մի հատ նորից հիշենք, մյու n-ը թե քանի անգամ ես գրանցեցի արդյունքը։ Մենք ունեինք հետևյալ թվերը, p-n-m թվերը, այս նույնն է, ինչ որ ասենք, որ մյուն հավասար է m-ի, այսինքն հավանականությունն է, որ a արդյունքը գրացվել է m փորձերի ընթացքում։ Ես ուզում եմ հաշվել հավանականությունը, որ այս մեծությունը հանածվեն մեծ կամ հավասար է էպսիլոնից։ Ուրեմն մյուն կարող է ունենալ քանի տարբեր հնարավոր արդյունքներ։ Մյուն կարող է լինել մյու n-ը, այդ ամբողջ թիվ է, որը գտնվում է 0-ի եւ n-ի արանքում։ Ես պնդում եմ, որ այսինքն պնդելու բան չկա ստեղ պետք է ուղղակի գրենք բանաձևը, հասկանանք թե ինչ է գրած։ Մի քիչ վերև բարձրացնեմ ես։ Ուրեմն սա հավասար է գումար m-ը ես վերցնում եմ n ամբողջ թվերը, որոնց համար m բաժնած n հանած p-ն մեծ կամ հավասար է էպսիլոնից ու վերցնում եմ p n m թվերը։ Ուրեմն ինչ է ստեղ գրած։ Եկեք մի հատ ուրեմն ես ուզում եմ հասկանամ ինչու է սա ճիշտ։ Ուրեմն ուզում եմ հաշվել սա։ Մյու n հանած p-ն մեծ կամ հավասար է էպսիլոնից։ Ես սա կարող եմ գրել հետևյալ ձևով։ Այս հավանականությունն է, որ մյու բաժնած n հանած p-ն մեծ կամ հավասար է էպսիլոնի ու վերցնում եմ մյուի բոլոր հնարավոր արժեքները։ Մյուն հավասար է 0։ Գումարած նույն բանը մյուն հավասար է 1 եւ այլն գնում եմ մինչև մյուն հավասար է n։ Այսինքն ես ասացի, որ ես ունեմ
Մյուն հավասար է 0, մյուն հավասար է 1 եւ այլն մյուն հավասար է n պատահույթները, որոնց միավորումը տալիս է ամբողջ բոլոր հնարավոր դեպքերը։ Այսինքն, եթե ես ուզում եմ հաշվել ինչ-որ մի a պատահույթի հավանականությունը, ուրեմն եկեք գրենք այդ բանը։ Մենք ես մի անգամ տեսել ենք, բայց եկեք նորից գրենք։ Ուրեմն եթե իմ հավանականային տարածությունը հավասար է b1, b2 եւ այլն bn պատահույթների միավորման, ընդ որում bi հատում բեժին դատարկ է ցանկացած i եւ j թվերի համար, ապա ցանկացած պատահույթի համար ես կարող եմ գրել հետեւյալը, որ a-ի հավանականությունը այդ նույնն է ինչ որ գումար m-ը հավասար է 1-ից n p a հատում bm։ Ուրիշ կերպ ասած, եթե ես մեր հավանականային տարածությունն է, բաժանված է չհատվող մասերի, ու եթե ես ուզում եմ հաշվել ինչ որ մի a պատահույթի հավանականություն, ես կարող եմ անել հետևյալը. սկզբից հաշվել a-ի հատումը այս առաջինի հետ, հետո a-ի հատումը երկրորդի հետ, a-ի հատումը երրորդի հետ, մի մասի հետ կլինի դատարկ, բայց մյուսների հետ չի լինի դատարկ, պետք է վերցնեմ այս բոլոր մասերի հավանականությունների գումարը։ Ուրեմն ստեղ գրված է հենց այդ նույն բանը։ Այն ինչ որ գրված է ստեղ, դա է։ Այս մյուն ընդունում է 0, 1 մինչև n արժեքները, ես վերցրել եմ իմ պատահույթը, վերցրել եմ հատումը դրանց հետ։ Բայց եկեք մի հատ բանի տեսքով գրենք, գումարի տեսքով գրենք։ Ուրեմն ստեղ ես շարունակում եմ սա, հավասար է, ստեղ շարունակում եմ, հավասար է։ Ուրեմն լինում է գումար, m-ը հավասար է 0-ից n, ես վերցնում եմ հավանականություն, մյուն բաժանած n հանած p-ն մեծ կամ հավասար է ε-ի եւ մյուն հավասար է m-ի։ Բայց երբ մյուն հավասար է m-ի, ստեղ ես կարող եմ փոխարինել մյուն m-ով։ Ու արդեն n ինչ որ գրված է ստեղ, կլինի կամ ճիշտ կամ սխալ։ Մեզ նույն բանն է, ինչ որ գումար, m-ը հավասար է 0-ից n, հավանականություն, m բաժանած n հանած p-ն մեծ կամ հավասար է ε-ից եւ մյուն հավասար է m-ի։ Հիմա եթե սա ε-ից մեծ չի, ապա այս բանի հավանականությունը 0 է, այս բանը երբեք տեղի ունենալ չի կարող։ Այսինքն այս նույն բանն է, ինչ որ ես գրեմ գումար, ես նայում եմ n m-երը 0-ից n, որոնց համար m բաժանած n հանած p-ն մեծ կամ հավասար է ε-ից։ Ու ստեղ ինչ է մնում ինձ հավանականություն, որ մյուն հավասար է m-ի։ Բայց այս մյուն հավասար է m հավանականությունը հենց մեր PNM թիվներ։ Այսինքն n ինչ որ գրված է ստեղ։ Ինձ հետաքրքրող հավանականությունը n PNM-երի գումարն է, որոնց համար m բաժանած n հանած p-ն բացարձակ արժեքով փոքր չի ε-ից։ Ուրեմն այս առաջի դիտարկումն էր։ Մեզ անհրաժեշտ կլինի հետևյալ լեմմա, որը մենք կապացուցենք, իրականում դժվար չի այդ լեմի ապացույցը, եկեք այս բանին ձևակերպեմ, օգտագործենք, հետո կապացուցենք։ Ուրեմն լեմ 3 հավասարություն։ Եթե ես վերցնում եմ բոլոր p-ների գումարը, ապա ստանում եմ 1։ Ստեղ ապացուցելու բան չկա, այս n-ը, որ այս p-ն m-երը տալիս են, այսինքն այս պատահույթները, մյուն հավասար է m պատահույթները տալիս են ամբողջ հավանականային տարածությունը, հետևաբար հավանականությունների գումարը հավասար է 1-ի։ Երկրորդը ասում է հետևյալը, եթե ես վերցնեմ m հավասար է 0-ից n, m անգամ pnm,
ապա կստացվի n անգամ p։ Եվ վերջապես, եթե ես վերցնեմ m-ը հավասար է 0-ից n, m քառակուսի pnm, ապա կստացվի n քառակուսի p քառակուսի և գումարած npq։ Ուրեմն, թե ինչի համար են այս թվերը մեզ պետք, հիմա պարզ կլինի։ Ուրեմն, եկեք այս պահին ընդունենք, որ այս լեմը ճիշտ է ու փորձենք ավարտել բանի ապացույցը, թեորեմի ապացույցը։ Ուրեմն, ինձ պետք է գնահատել սրանք։ Այստեղ մի մտահղացում կա, որը հետևյալն է։ Ուրեմն գումար, ես նայում եմ n m-երը, որոնց համար m հանած m բաժանած m բաժանած n հանած p-ն մեծ կամ հավասար է ε-ից և հաշվում եմ p n m։ Ուրեմն սա ես պնդում եմ չի գերազանցում հետևյալ մեծությանը, գումար, էլի նույն m-երն եմ վերցնում, այսինքն n m-երը, որոնց համար այս տարբերությունը փոքր չի ε-ից, և ստեղ գրում եմ m բաժանած n հանած p քառակուսի բաժանած ε քառակուսի p n m։ Ուրեմն ինչ արեցի ես։ Ես ասացի, որ այս մեծությունը n m-երի համար, որոնք ինձ հետաքրքրում են, գոնե 1 է։ 1 կամ ավել։ Որտեվ եթե mn հանած p-ն մեծ է ε-ից, եթե բաժանում եմ ε-ի վրա, ստանում եմ հենց այս արտահայտությունը առանց քառակուսու, ու այդ արտահայտությունը կլինի ավելի մեծ, քան 1-ը։ Հիմնական մտահղացումը սա է։ Իրականում այս մտահղացումը պատահական չի, այս կապված է Չեբիշևի անհավասարության հետ, բայց քանի որ մենք այդ բաները չենք անցել, պարզապես մենք գրում ենք արդյունքը։ Նայելով այս բանաձևին դժվար է գլխի ընկնել, թե ինչի ես պետք է այս բանը անել։ Բայց հիմա փորձենք տեսնել, թե ինչ է ստացվում, պարզ կդառնա, թե ինչի հետ է կապված սա։ Ուրեմն, ստեղ ես վերցրել եմ բոլոր m-երը, որոնց համար սա ճիշտ է։ Հիմա n m-երի համար, որտեղ այս բանը փոքր է ε-ից, այս մեծությունը հույս կա, որ ինքը փոքր կլինի։ Դրա համար կարող ենք ասել, օգտագործում ենք հետևյալը, որ այս արտահայտությունը չի գերազանցում, ես վերցնում եմ բոլոր հնարավոր m-երը։ ε-ը կարող եմ դուրս անել, ε-2, ստեղ կստացվի m-ը բաժանած n, հանած p քառակուսի, p n m։ Ուրեմն ինչ է ստացվում, հավասար է, ε-2-ը գրում ենք, դեստեղ բաց ենք անում փաղաքձերը, կստացվի գումար, m հավասար է 0-ից n, ուրեմն լինում է m քառակուսի բաժանած n քառակուսի, հանած 2p m բաժանած n և գումարած p քառակուսի, բազմապատկած այս ամեն ինչը p n m-ով։ Շատ լավ, ուրեմն բաժանենք գումարը 3 մասի, ստացվի ε-2, ուրեմն n քառակուսին առաջի գումարելներից n քառակուսին կարող ենք ընդհանուր հանել, կստացվի n-2 և գումար m քառակուսի p n m, m հավասար է 0-ից n։ Հանած, ստեղ կարող ենք 2p n-երորդը ընդհանուր հանել, կլինի գումար m հավասար է 0-ից n p n m, ու մի հատ էլ m, ես գրեցի երկրորդ անդամը, ուրեմն այս առաջի անդամն էր, n քառակուսին հանեցի ընդհանուր, ստեղ մնաց m քառակուսի անգամ pn-m, ստեղ 2pn-ը հանեցի ընդհանուր, մնաց m անգամ pn-m, և վերջինը, գումարած p քառակուսին կարող եմ հանել ընդհանուր, լինում է գումար pn-m, էլի ստեղ գումարը 0-ից n է։ Ուրեմն այս ինչ էր, այս ես գիտեմ, որ 1 է, սա ինչ էր, սա n անգամ p էր, այս ինչ էր,
լեմի համաձայն S n քառակուսի p քառակուսի գումարած n p q էր։ Հիմա տեղադրենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն ստացվում է էպսիլոն մինուս 2, ուրեմն լինում է n մինուս 2 n քառակուսի p քառակուսի գումարած n p q հանած 2pn անգամ np եւ գումարած p քառակուսի։ Բացենք փաղաքձերը, կստացվի էպսիլոն մինուս 2, այսինքն ներսի փաղաքձերը, ստեղ կստացվի p քառակուսի գումարած p q-ն մի n-ը կկրճատվի, կմնա մյուսը, բաժանած n, հանած ստեղ n-երը կրճատվում են, մնում է 2p քառակուսի եւ գումարած p քառակուսի։ Բոլորը կրճատվում են, բացի այս pq բաժանած n-ից, այսինքն ստացվում է pq բաժանած n էպսիլոն քառակուսի։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է. Հավանականություն, որ μ n բաժանած n հանած p-ն ավելի մեծ է, քան էպսիլոնը, մեծ կամ հավասար է էպսիլոնից, չի գերազանցում այս մեծությանը։ Այս հենց n էր, ինչ որ մենք ուզում էինք գնահատել։ Սա էր, որը նույնն էր ինչ որ սա, ու մենք գնահատեցինք այս։ Այսինքն սա չի գերազանցում p q-ն այդ 1 հանած p-ն է բաժանած էպսիլոն քառակուսի n։ Ուրեմն ստացանք այս անհավասարությունը։ Դե ակնհայտորեն n ինչ որ գրված է ստեղ ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ P-ն եւ էպսիլոնը ֆիքսած են, սա էլ ձգտում է 0-ի, այսինքն այս n-ը ինչ որ մեզ պետք էր։ Եկեք հետևանքը գրենք մեզ հետաքրքրող հավանականության համար, հետևանք։ Ուրեմն ցանկացած n-ի համար եւ ցանկացած էպսիլոնի համար հավանականությունը, որ μ n բաժանած n-ը, այսինքն մեզ հետաքրքրող a արդյունքի հաճախականությունը մոտ է ամեն փորձում an ստանալու հավանականությանը, հավանականությունը, որ ինքը փոքր է այս էպսիլոնից, ավելի մեծ է, քան 1 հանած p 1 հանած p բաժանած էպսիլոն քառակուսի n։ Այսինքն ոչ միայն ձգտում է 1-ի, այլև կարող ենք ասել ոնց է ձգտում 1-ի։ Կարող ենք ասել, որ սրանից ավելի վատ չի կարող լինել։ Շատ լավ, այսինքն այս մենք ապահովեցինք Բեռնուլիի թեորեմը, բայց դեռ պետք է ապահովենք այս լեմմը, հիմա այդ կանենք։ Արդյոք հարցեր կան բանի մասին, այս ինչ որ արեցինք դրա մասին։ Բեռնուլիի թեորեմի ապահովության մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք մի օրինակ նայենք ու դրանից հետո կապահովենք լեմմը։ Օրինակ ուրեմն ինչ որ ժամանակ առաջ հնարավոր է նայենք հետևյալ օրինակ, բայց կարող է նաև չենք նայել, արդեն չեմ հիշում։ Ուրեմն քաղաքում ծնվել է 400 երեխա։ Տղա կամ աղջիկ ծնվելու հավանականությունը 1/2 է։ 1/2 հավանականությամբ տղա աղջիկ է։ Հիմա ուզում ենք հաշվել հավանականությունը,
որ աղջիկների թիվը ընկած է 180-ից 220 թվերի արանքում։ Որն է կապը մեր ուսումնասիրած բանի հետ, մոդելի հետ, Բեռնոլի փորձ է։ Ամեն անգամ 1/2 հավանականությամբ ծնվում է աղջիկ։ Մենք ուզում ենք հաշվել հավանականությունը, որ այդ դեպքը, այսինքն աղջիկ է ծնվել 180-ից 220 հատ։ Հիմա կարող ենք գրել բանաձևը ու հաշվել, բայց կարող ենք օգտագործել գնահատելու համար։ Ասենք այս հաշվելու համար մենք պետք է գրենք ինչ։ Ուրեմն այս հավանականությունը ինչ է, ես պետք է վերցնեմ գումար m հավասար է 180-ից 220 ու պետք է օգտագործեմ Բեռնուլիի բանաձևը, այսինքն Բեռնուլի բանաձևը ինչ է, պետք է վերցնեմ բոլոր փորձերի թիվը, այսինքն լինում է 400, 400-ից m-ական ու ստեղ պետք է գրեմ p-ի m, q-ի n հանած m, բայց p-ն և q-ն նույնն են, 1/2 են, ստացվում է 2-ի մինուս 400 աստիճան։ Բնականաբար այս հաշվելը դժվար է, բայց ես ունեմ Բեռնուլի թեորեմը, որը ասում է հետևյալը, որ հավանականությունը, որ μ n-ը բաժանած n հանած 1/2-ը ես ինչ եմ ուզում, ես ուզում որ ինքը փոքր լինի, փոքր է էպսիլոնից, s գոնե 1 հանած, ուրեմն p1 մինուս p, ես օգտագործեմ այս բանաձևը, p1 մինուս p, բայց p-ն 1/2 է, ստացվում է 1/4, 1 բաժանած 4 անգամ, ուրեմն n-ը 400 է, 400 անգամ էպսիլոն քառակուսի։ Մնաց հասկանանք, թե ինչ էպսիլոն վերցնենք, որ ստացվի մեծ հետաքրքրող պատահույթը։ Ուրեմն ես իզուր գրեցի n, պետք է գրել n հավասար է 400։ Ուրեմն ստեղ գրած է, որ μ-ն բաժանած 400 հանած 1/2-ը փոքր է էպսիլոնից, կամ այս նույնն է, որ ասենք μ հանած 200-ը փոքր է 400 էպսիլոնից, կամ այս էլ նույնն է, որ ասենք μ-ն փոքր է 200 գումարած 400 անգամ էպսիլոն և մեծ է 200 հանած 400 անգամ էպսիլոն։ Հիմա ստեղ մեզ հետաքրքրող միջակայքը այդ 200 հանած 20, 200 գումարած 20-ն էր։ Այսինքն եթե ես վերցնեմ 400 անգամ էպսիլոնը հավասար է 20-ի, այլ կերպ ասած էպսիլոնը հավասար է ինչի 1/20-րդի, ես կստանամ այստեղ կստանամ n ինձ ինչ հետաքրքրում է, աղջիկների թիվը կլինի 180-ից 220։ Ուրեմն մի հատ նորից Բեռնուլիի բանաձևը ասում էր սա։ Ես պարզապես վերցրեցի n-ը հավասար է 400։ Հիմա նայում եմ այս պատահույթին։ Այս ինչ է ասում, ասում է, որ աղջիկների թիվը բաժանած 400 հանած 1/2 փոքր է էպսիլոնի։ Ձևափոխում ենք, ստանում ենք, որ այս նույն բանն է, որ աղջիկների թիվը գտնվում է 200 գումարած 400 էպսիլոն և 200 հանած 400 էպսիլոնի արանքում։ Բայց սա հենց սա է, երբ 400 էպսիլոնը հավասար է 20-ի, որտեղ եթե 400 էպսիլոնը հավասար է 20-ի, ստեղ կստացվի 220, ստեղ կստացվի 180։ Եթե ես վերցրեմ էպսիլոնը հավասար է 1/20-րդ։ Այսինքն, հավանականությունը, որ աղջիկների թիվը, որ ես նշանակեմ m-ով, ես կնշանակեմ m-ով,
աղջիկների թիվը գտնվում է 180-ի և 220-ի արանքում, ինքը մեծ կամ հավասար է, ուրեմն պետք է վերցնեմ սա, երբ էպսիլոն հավասար է 1/20-րդի, ստացվում է 1 հանած 1-ը բաժանած 4 անգամ 400 անգամ էպսիլոն քառակուսի, այսինքն 1/20-րդի քառակուսի։ 1/20-րդի քառակուսին 400-ն է, ստացվում է 1 հանած 1 քառորդ, այսինքն ստացվում է 3 քառորդ։ Այսինքն գոնե 3 քառորդ հավանականությամբ, իրականում հավանականությունն ավելի մեծ է, քանի որ մենք բավական կոպիտ ենք գնահատել այստեղ, այսինքն գոնե 3 քառորդ հավանականությամբ աղջիկների թիվը կլինի 180-ից 220։ Հիմա նույն բանը կարող ենք անել տղաների հետ։ Էլի 3 քառորդ հավանականությամբ տղաների թիվը կլինի 180-ից 220։ Թվում է թե հակասություն է, բայց հակասություն չկա, որովհետև մենք ընդհանրապես գնահատում ենք հավանականությունները։ Շատ լավ, արդյոք կան հարցեր։ Դե եթե հարցեր չկան, ուրեմն մեզ մնաց վերջի բանը անել, լեմի ապացույցը։ Այսօր իհարկե հաշվարկները մի քիչ ավելի շատ էին, բայց օգտակար է երբեմն դա անել։ Ուրեմն լեմի ապացույցը 3 բաներ պետք է փոխել։ Ուրեմն մեր լեմը ասում էր, որ հավանականությունների գումարը հավասար է 1-ից, տեղ ապացուցելի բան չկա, սա միշտ ճիշտ է։ Ինչ անհամատեղելի եւ ինչ անհամատեղելի պատահույթներ վերցնենք, եթե դրանց միավորումը ամբողջ տարածությունն է, ապա հավանականությունների գումարը հավասար է 1-ի։ Ուրեմն մենք պետք է ապատել այս երկու հավասարությունները։ Սկսենք հեշտից, առաջին այս մեջտեղինից։ Ուրեմն գումար m անգամ p n m, p n m-ի համար մենք արտահայտություն ունենք, ուրեմն ստեղ լինում է գումար m հավասար է 0-ից n, m անգամ, պետք է ես վերցնեմ զուգորդություն n-ից m-ական, p-ի m աստիճան, q-ի n հանած m աստիճան։ Այս Բեռնոլիի բանաձևն էր, որ նախորդ անգամ ապահովել էինք։ Սա հավասար է։ Ուրեմն ստեղ գումարը 0-ից է, բայց երբ m հավասար է 0-ի, սա ես 0 եմ ստանում, այսինքն m հավասար է 0-ն կարող եմ մոռանալ, կստացվի գումար m հավասար է 1-ից n, m անգամ n ֆակտորիալ բաժանած m ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ, p-ի m աստիճան, q-ի n հանած m աստիճան։ Ուրեմն ստեղ m-ը և n ֆակտորիալը ընդհանուր արտադրիչ ունեն, m-ը ընդհանուր արտադրիչն է, կարող եմ կրճատել, n ֆակտորիալի փոխարեն կստանամ m հանած 1 ֆակտորիալ։ Գումար m-ը հավասար է 1-ից n, ու եկեք մի n-ն էլ ընդհանուր հանեմ դուրս, պարզապես n, ուրեմն ինչ կմնա ստեղ, կմնա n հանած 1 ֆակտորիալ, որտեղ մի n-ը գրեցի դիմացը, բաժանած m հանած 1 ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ։ Ուստեղ էլ մի p-ն էլ կարող եմ դուրս հանել, կստացվի p-ի m-1, q-ի n-m։ Ուրեմն ստեղ պարզապես ինչ որ արտադրիչներ դուրս հանեցի, այս m-ն էլ կրճատեցի։ Ուրեմն սա հավասար է, եկեք փոխարինեմ m հանած 1-ը փոխարինեմ k-ով։ Այս գումարման ինդեքսի փոփոխություն եմ անում։ Եթե m-ը փոխվում էր 1-ից n, կան կփոխվի 0-ից n-1, այսինքն ստանում են n անգամ p, կան հավասար է 0-ից n-1, ուրեմն ստեղ գրված է n-1 ֆակտորիալ, բաժանած k ֆակտորիալ, և ստեղ եթե m-ը փոխարինում եմ k գումարած 1-ով, ստացվում է n հանած 1 հանած k ֆակտորիալ, ստեղ լինում է p-ի k աստիճան և q-ի n-1 մինուս k աստիճան։ Բայց այս արտահայտությունը մեզ ծանոթ է։
Այս մենք կարող ենք կամ տեսնել P(n-1) կայերի գումար, կամ կարող ենք տեսնել որպես P գումարած Q-ի n-1 աստիճան, որը դեպքերում ինքը հավասար է 1-ի։ Այսինքն ստացվում է n անգամ P։ Արդյոք սրա մասին հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա անցենք մյուսը։ Մոտարապես նույն ձևով է արվում, պարզապես մի քիչ ավելի երկար է հաշվարկը։ Ուրեմն գումար m-ը հավասար է 0-ից n, m քառակուսի p(n)m։ Էլի կարող եմ m-ը փոխել 1-ից սկսած։ Գումար m-ը հավասար է 1-ից n, ստեղ ստացվում է m քառակուսի n ֆակտորիալ բաժանած m ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ, ստեղ էլ մնում է p-ի m, q-ի n հանած m։ Ուրեմն էլի m-ը կարող եմ կրճատել, n-ն հանել ընդհանուր, ստեղ ստացվում է n անգամ p գումար, բայց արդեն մի m դեռ կմնա, m n հանած 1 ֆակտորիալ, m հանած 1 ֆակտորիալ, n հանած m ֆակտորիալ, ստեղ էլ կլինի p-ի m հանած 1, q-ի n հանած m։ Ստեղ կարող եմ անել հետևյալը, այս m-ը, եկեք գրենք m հանած 1 և գումարած 1։ Իմաստը որն է, իմաստը կամ այս m-ից ազատվում եմ, այդ 1-ը կլինի, կամ m-1 կրճատվի սրա հետ կարող եմ ինչ-որ իմաստ ստանալ։ Ուրեմն կստացվի հավասար է, այս n-ն գրենք դիմացը, գրենք առաջի m-1-ին համապատասխան մասը։ Ուրեմն կստացվի գումար, քանի որ m-1 երբ m-ը հավասար է 1-ի ստացվում է 0, ստեղ կարող եմ 2-ից վերցնեմ։ m-ը հավասար է 2-ից n, ստեղ կլինի n-1 ֆակտորիալ, m-ը -1 կրճատվի կմնա m-2 ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ և p-ի m-1, q-ի n-m։ Այս առաջի անդամն էր և գումարած, հիմա երկրորդ անդամը, n-ն ոնց որ կարդպես էլ կմնա, կլինի գումար, m-ը հավասար է 1-ից n, n-1 ֆակտորիալ, m-1 ֆակտորիալ և n հանած m ֆակտորիալ, p-ի m, q-ի n հանած m։ Ընդամենը գրեցի, ուրեմն այս առաջի գումարը համապատասխանում է m-1-ին, երկրորդ գումարը համապատասխանում է այս 1-ին։ Հիմա այս առաջի գումարը մոտարապես նույն բանն է տեղի ունենում ինչ որ ստեղ, պարզապես երկու անդամ չկա, որտեղ m-ը 2-ից է։ Դրա համար եկեք n-1-ն էլ հանեմ ընդհանուր ու ստեղ եւս մի p հանեմ ընդհանուր։ Կստացվի հավասար է n անգամ n-1 p քառակուսի ու եկեք առաջի գումարում m հանած 2-ը փոխարինեմ k-ով։ Ուրեմն կստացվի գումար k-ն հավասար է 0-ից n-2, ստեղ գրված է n-2 ֆակտորիալ, m-2 սեր դառնում է k ֆակտորիալ, m-ի փոխարեն դնում եմ k գումարած 2, ստացվում է n հանած 2 հանած k ֆակտորիալ, ստեղ էլ p-ի m հանած 2 լինում է k և q-ի n-2 հանած k։ Ուրեմն այս նույն բանն է ինչ որ գրված է ստեղ, պարզապես n-ը փոխարինված է n-1-ը փոխարինված է n-2-ով, այսինքն սա հավասար է 1-ի։ Անցնենք երկրորդ անդամին։ Երկրորդ անդամում փոխարինում ենք
m-1-ը կայով, ինչ է ստացվում, ստացվում է գումար կան հավասար է 0-ից n-1, n-1 ֆակտորիալ, բաժանած k ֆակտորիալ և n հանած 1 հանած k ֆակտորիալ, ուստեղ էլ նույնիսկ բանը, ուստեղ մի պեն էլ անենք ընդհանուր, մի վարկյան, ուստեղ իմ կարծիքով ես սխալվել եմ, ուստեղ p-1 է գրված, որտև սա էր, p-1 է, չգիտեմ ինչ եմ բան գրել, ուստեղ կստացի p հանած 1, այսինքն ստացվում է p-ի k և q-ի n-1 մինուս k, ուստեղ էլի ստացվում է 1, իմի ենք բերում, ստացվում է n անգամ n հանած 1 p քառակուսի և գումարած n անգամ p, n անգամ p-ն կարող ենք ընդհանուր անել, ինչ կմնա n-1 p և գումարած 1, ստացվում է np, մի հատ էլ կլինի np և 1 հանած p, որը q-ն է, այսինքն ստացվեց n քառակուսի p քառակուսի, սա էլ փոխարինում եմ q-ով և գումարած npq, ես էլ հենց այն էր, ինչ որ ուզում էինք ապահոցել, ուր էր, սա էր, n քառակուսի p քառակուսի գումարած npq, դե վերջ, ուրեմն սրանով դեմի ապացույցը ավարտվում է, այսինքն մենք ամբողջությամբ ապահովեցինք մեծ թվերի օրենքը Բեռնուլիի փորձերի համար, արդյոք կան հարցեր այսօրվա արարածների և ընդհանրապես դասընթացի մասին, մեզ մնացել է երկու դասընթաց, հաջորդ երկու անգամները մենք ուսումնասիրելու ենք պատահական մեծությունները և գործողությունները դրանց հետ, այսինքն ինչ որ իմաստով լինելու է այս մեր ուսումնասիրածից անկախ նոր թեմաներ են, շատ լավ, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ստեսին բոլորին, կհանդիպենք հաջորդ անգամ։